իսկ որքանով եք սա փոխկապակցված համարում, օրինակ մեր վերջին հարցազրույցը երբ նախագահի հետ շատ քննարկվեց մեր ճարտարապետից, թե սա ինչ-որ ազդեցություն ունեցել է, որպեսզի Ես կարծում եմ, որ դա այն հիմնական պատճառն է, որի համար արվեց, որովհետև եկեք հիշենք, թե ինչ կատարվեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչների կողմից այս ամբողջ ընթացքում, փաստորեն գիշերվանից սկսած անդադար ինչ-որ գրառումներ, ընդ որում շատ նույն Ալեն Սիմոնյանը շատ վատ արտահայտվեց տղաների նկատմամբ, հետաքրքիր քննչական օրինակ այդտեղ չի տեսել հանցակազմ, այդ վիրավորանքի մեջ կամ նաև դա ես կամ եթե այս դեպքում մենք ունենք խուլիգանություն, այն դեպքում էլ գուցե դիտարկենք խուլիգանության հարցը։ Չէ, միանշանակ, նայեք Ժորժ ջան, իրենք նաև իմ տեղեկություններով արգրավել են անտիֆեյքի ամբողջ գույքը, տեխնիկական միջոցները։ Չգիտեմ ավարտել են թե չէ, ես այնտեղ չեմ եղել, բայց արդեն այդ ամբողջը Ռուբենը Մելիքյանն հաստատեց, որ ամբողջությամբ դրանք արգրավել են։ Հետևաբար սա ակնհայտ է, որ լրատվամիջոցը փակելուն ուղղված գործողություն է, լրացնելուն ուղղված գործողություն։ Ներողություն, անցյալ նախորդ գործով չկարողացան ինչ-որ պատճառներով կամ խելքները չգիտեմ, վատ իմաստով խելքները։ Հիմա դες գնացել են այդ ամբողջ փակելու ճանապարհը։ Բաբան իհարկե ամենևին չխուրախոսելով, վիրավորական արտահայտությունները, բայց մենք տեսնում ենք, որ նույն թեկուզ հենց պատգամավորների կողմից իշխանական թևի կամ իշխանամետ այսպես բլոգերների կողմից շատ վիրավորական հայտարարություններ հնչում են, թե հոգևորականների հասցեներին, թե ընդդիմադիրների հասցեին, բայց նրանք այսպես աչք է փակվում, այսպես հիմա այս երկակի ստանդարտների մասին ինչ կասեք, ոնց է ստացվում, որ մի դեպքում այսպես հետևողական են իրավապահները գնում են հետևից, Շատ պարզ, մի դեպքում դա Նիկոլ Փաշինյանի համար է արվում կամ ուղիղ իր հրահանգով արվում, մի դեպքում նա ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների կողմից արվում։ Խտրականությունը հենց այնց է լինում, այլ կերպ չի լինում։ Մենք այն ժամանակ էլ պնդել ենք, որ այդ արարքներում չկա խուլիգանություն հանցակազմը, եւ դա հաստատվել է առնվազն Առաջինացյանի դատարանի կողմից, եւ հիմա էլ պնդում ենք, որ Վազգեն Սահակյանյանի եւ Նարեկ Սամսոնյանի գործողություններում այդ հանցակազմը բացակայում է։ Հիմա մյուսների նկատմամբ ոչինչ չեն անելու, որովհետեւ դրանք հենց Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունն են կատարում։